Ինչու դուրս եկար մի վնասիրից։ Խլնգել չկա ժողովուրդ։ Շատ մարդիկ լինելով չբժիշկ, իրենց էջի վերևում գրում են դռը ու գնաց։ Կոսմետոլոգիան էլ է շատ այդպես խարխուլ վիճակում, բժշկական կրթություն չունենալով ներարկումներ են կատարում։ Ով պետք է որոշի լավագույն բժիշկը ով է։ Իրականում ես այդ նոմինացիաներին, չգիտեմ, երբեք չեմ մասնակցել, այսպես ասած, եւ չեմ էլ մասնակցի, չեմ ուզում ինչ-որ մեկին վիրավորեմ, բայց ես դա չեմ ընդունում։ Նորմալ է օնլայն դեղատոմս նշանակել առանց պացիենտի հետ հանդիպման։ Նորմալ չի։ Բժիշկը պետք է ժամանակ չունենա բլոգ վարի։ Ասում էին, դե լավ է, ինչա, ամոթ էլա, բժիշկն էլ տենց բան կանի։ Go Sports 96.3 FM-ի ոդքասթային եթեր։ Ողջույն, դուք դիտում եք Breakpoint-ի հերթական էպիզոդը եւ այսօրվա իմ հյուրն է բժշկուհի Շաքե Հմայակյանը։ Ոնց է Շաքե։ Լավ, շնորհակալ եմ, դուք ինչպես եք։ Լավ, մերսի։ Շաքե, այսօր բժշկական թեմաներից ենք խոսելու եւ ոչ միայն, բայց մինչեւ այդ առաջարկում եմ մի քիչ ավելի լավ քեզ ճանաչենք, քո իսկ մտերիմների միջոցով, ում զանգենք, որ քո մասին հավես տեղեկություններ հայտնի։ Հենց սկզբից խայտարակվեմ, իսկ մենք պետքա խոսենք հետո։ Դե ես առաջարկում եմ զանգենք Լիանային Վանոյան, իմ ընկերուհուն մտերիմ, մարդիկ էլ իրան վստահ եմ շատ են սիրում։ Փորձենք տեսնենք ինչ գիտի։ Ինչ կպատմի Լիանը ու ինձ կխայտարակի։ Դնում եմ բարձրախոս։ Ահա։ Ալո։ Լիան բարձրախոսի վրա ես զգուշացնում եմ։ Բարև ձեզ Լիաննա ջան։ Հայտարարք չլինեմ, ահա, Շաքե, ողջույն։ Ողջույն, ողջույն։ Դուք ուղիղ եթերում եք։ Ձեզ բարևում են, Բարևը չի լսվում։ Բարևին։ Ողջույն բոլորին Լիանը։ Լիան, հիմա փաստորեն իմ մասին պիտի մի հատ այսպես զավեշտալի դեպք պատմես, որ ծիծաղելի լինի բոլորի համար, բայց շատ խայտարակ չլինեմ զուգահեռաբար։ Լիաննա ջան, անկեղծացեք ամբողջ հոգով։ Ները հիմա բարձրաձայնել, բայց հույս ունեմ, որ հաղորդման շրջանակում դու ասել ես, որ կեսը Գյումրիից ես, կեսը Գավառից։ Դու հենց նոր ասեցիր։ Հա, այդ կոմբինացիան չի կարող չլինել հետաքրքիր պատմություններով, բայց ամենահետաքրքիրը, որ կարող է եթերային լինել, ասեմ, որ նախ դու բարեկիրթ կին ես, շատ շնորհակալ եմ, այո, շատ բարեկիրթ ես։ Այո, դա գիտենք։ Նույնիսկ վատ իրավիճակներում երբևիցե ցույց չես տալիս ինչ-որ սարը կամ բան վերաբերում։ Հիշի խնդրում եմ, ես ու դու երբ որ նստած էիք մեքենայի մեջ, դու իջար մեքենայից, որտեղ ինչ-որ մարդ էր քեզ մոտեցել ու քեզ ուզում էր հիշացնել իր ով լինելը Քյավառի քյուրտայի միջոցով։ Ու հիշի քո դեմքը։ Իրականում ես այդքան տոլերանտ վերաբերմունք ոչինչի նկատմամբ երբևիցե ոչ մեկի կողմից չեմ նկատել, սիրելի հեռուստադիտող։ Ինքը ընդհանրապես չհարցրեց ով է այդ մարդը։ Ինքը լսում էր ու իդենտիկ եւ Face ID-ով ուզում էր հասկանալ որտեղ է տեսել։ Ու այդ մարդի միակ տարբերակը գուշակման, որ կարող է Շաքեին օգնել, ասում էր, որ Քյավառի քյուրտան թալեր եմ, այսինքն ինքը թալեր էր, բայց Շաքը ոչ մի կերպ չէր կարողանում թալեր, թե այդ մարդը ով է։ Դա տևել է մոտավորապես 15 րոպե, ես տեսել եմ այդ բոլոր էմոցիաները Շաքի դեպքին, եւ ամենակարևոր բանը չեմ տեսել, ինքը չի հարցրել։ Որովհետև նախ հնարավորություն չուներ հարցնել, որովհետև այդ մարդը անընդհատ նույնն էր կրկնում, եւ երկրորդը Շաքը լինելով անբացատրելի զուսպ մարդ ու բարեկիրթ, երբեք չէր ընդհատի խոսակցությունը։ Դե 15 րոպե հետո արդեն մեքենայում բավական շատ սպասելուց հետո մութը ընկավ, Շաքը վերադարձավ տուն, օջախ մեքենա, մենք այդպես էլ չհասկացանք այդ մարդը ով է, բայց ես հասկացա ով է իմ ընկերուհին։ Բացարձակ տոլերանտ, բարեկիրթ կին, որին ծանոթության համար ընդհանրապես պետք է օրինակ եթե Գյումրիից եք եկել Գյումրու հետ կապված որոշակի բան ասեք ինքը փորձի քվեսթի միջոցով գտնել ով է եւ շատ հնարավոր է որ գտնի այսինքն այդ մարդը եկել էր ուզում էր հասկանալ Քյավառի քյուրտա կամ կոմենտ կանեմ թախլաբա շնորհակալություն Լիաննան այնքան արագ վարժ պատմեց, ես ընդհանրում հարցեր առաջացան, ես պատմությունը պատմելու։ Շակ ջան, կարող եմ ուրիշներն էլ ասել, ուղղակի Չէ, շնորհակալ եմ։ Պետք չի։ Եթե հանկարծ պախարակման խնդիր լինի, մենք միշտ պատրաստ ենք մեր հիմար պատմություններով շնորհակալ կզանգենք ձեզ Լիաննա ջան, մերսի։ Էլեկտրոնային նամակով կկապվենք ձեզ հետ։ Ստեսություն, շնորհակալություն։ Իրականում այս մարդը մեզ բարեկամ էր ու շատ լավ մարդ էր ուղղակի եկել էր ուզում էր ծանոթանալ խոսեր ձեզ հետ մենք հանդիպեցինք պատահաբար ինքը եկել էր հետազոտության բայց ես իրան դեմքով չէի հիշում ուղղակի ու ինքը ինձ անverջ շատ բարձր տոնով հիշացնում էր որ Քյավառի չիֆտեն թալողը ինքն է չիֆտեն իրական այդ պահին էր շատ խնդալու հիմա կարող է պատմելով խնդալու չլինի բայց Լիանը որոշել էր այդ պատմեր որովհետև Ինչի Քյավառում մի հոգի է քյուրտակցում ինքը գլխավորներից է Հա
Ես չգիտեմ, ընդեղից եմ, բայց չգիտեմ։ Դե ամոթ է, հետո կասեմ կիմանաս անունը։ Հուսամ մերոնք չեն նայ ես։ Շատ լավ, Շակե, անցնենք մեր բուն զրույցին, ինչպես ասում են։ Այսօր շատ են բժիշկ ինֆլուենսերները, բլոգերները, որոնք նաև մասնագիտական էջեր են վարում։ Իսկ դու եղել ես առաջիններից, որ որպես բժիշկ նաև Instagram-ում ես քո կոնտենտը ստեղծել։ Այն մարդիկ, ովքեր քննադատում են բժիշկ ինֆլուենսերներին, ասում են, որ բժիշկը պետքա ժամանակ չունենա բլոգ վարի։ Ըստ քեզ ո՞րն է ճիշտը այս պարագայում, արդյոք բժիշկը պետքա լինի նաև բլոգեր։ Եվ ոնց պետքա լավ բժշկին տարանջատել լավ ինֆլուենսերից։ Այսպես համեստությունս կես վարկանով դնեմ մի կողմ, ասեմ, որ ես առաջինն եմ եղել, ոչ թե առաջիններից, ու այդ ողջ քննադատման եւ քննարկման բեռը կրել եմ իմ ուսերին, հիշում եմ, որ նոր էի սկսել, չգիտեմ, տարբեր տեղերից իմանում էի, որ ասում էին, դե լավ է, ինչա, ամոթ էլա, բժիշկն էլ տենց բան կանի, նույն գոլեգաներս էլ զարմանում էին, ասում էին, չի կարելի, դա էթիկորեն ճիշտ չի, բժիշկը նման բան չի անի, բայց ես այնքան վստահ էի, որ օրա գալու, որ այդ ասողներն էլ իրենք սկսեն դա անել, ու այդպես էլ եղավ ի վերջո։ Իրականում շատ դժվար էր, ցանկացած նոր բան, որ դու սկսում ես անել, պիտի ունենաս ռիսկի դիմես ավելի ճիշտ, ու չվախենաս հետ չկանգնես։ Միգուցե հետ կանգնեի, այսպես չբացվեր այս ոլորտը, կամ չգիտեմ, մեկ ուրիշը բնական է իմ տեղը դա կաներ, բայց ես շատ ուրախ եմ, որ դա արել եմ եւ չեմ փոշմանում, ես չեմ համարում, որ եթե դու բժիշկ ես, պետքա այսպես խիստ դեմքով եւ գիտեք ջանիկս այսպես պիտի անես, ոչ։ Բժիշկը դա չի նշանակում վախենալու ինչ որ կերպար, ես իմ նպատակը հենց դա էր, որ մարդիկ տեսնեն, որ բժիշկն էլ սովորական մարդ է, չգիտեմ, ուտում է, խմում է, ապրում է մնացած մարդկանց նման ու նպատակս այն էր, որ մարդիկ ինֆորմացված լինեն, որովհետև երբ ես տեսնում եմ, թե օրինակ մեր հարևան Ռուսաստանի բնակիչները ինչքան ինֆորմացված են եւ ինչ միլիոններով են հետևում իրենց բժիշկ ինֆլուենսերներին, ես դրանից մի քիչ տխրում եմ, որովհետև մեր երկրում կա այդ ինֆորմացիայի պակասը եւ մտածում են, որ եթե դա ինձ պետք չի, ես պետք չի իմանամ դա։ Բայց երբ որ դու Աստված մի արած է առնչվում ես ինչ-որ մի հիվանդության եւ ինֆորմացված ես, դու քեզ չես կորցնում։ Դու արդեն գիտես ինչ պետք է անես տվյալ պարագայում։ Այստեղ արդեն հարցը հասնում է նրան, որ պետք է կարողանանք հստակ հասկանալ տվյալ մարդը, որ բժշկական էջ է վարում եւ բժիշկ է որպես ներկանում, եթե մենք իրեն չգիտենք, արդյոք նաեւ լավ բժիշկ է, այսա ոնց պետք է հասկանանք։ Դա անհնար է հասկանալ, որովհետեւ ես շատ լավ բժիշկներ գիտեմ, ովքեր որ իրենց խոսքը այդքան լավը չի, համոզիչ չի, բայց դա ամենևին չի նշանակում, որ ինքը վատ մասնագետ է եւ նույնը հակառակը։ Ես խորհուրդ կտամ, որ չառաջնորդվեն մեր հայրենակիցները միայն էջին նայելով, տեսեք, ես ինքս լինելով նման էջի վարող, այսպես ասած, դա չի կարևորը ամենևին։ Եթե բժիշկը չունի էջ, չի նշանակում, որ ինքը վատն է։ Հիմա էլ տեսեք հակառակն է, չէ՞, սկզբում ասում էին, վայ ամոթա բժիշկը չունենա էջ, իսկ հիմա միայն էջով են առաջնորդվում։ Ու եւս մեկ շատ լուրջ խնդիր կա, որը որ շատ կցանկանամ, որ չգիտեմ, երևի պետական մակարդակով այդ հարցը պետք է լուծվի, որովհետեւ շատ մարդիկ լինելով չբժիշկ, իրենց էջի վերևում գրում են դռը ու գնաց։ Խորհուրդներ են տալիս, որոնք որ չի կարելի։ Այդ հիմնականում կոսմետոլոգներն են, ովքեր որ բժիշկ չեն։ Ոչ միայն, իրական կոսմետոլոգիան էլ է շատ այդպես խարխուլ վիճակում, հենց այդ պատճառով, որ մարդիկ ուղղակի կարող է ինչ-որ նույնիսկ չգիտեմ, բժշկական կրթություն չունենալով ներարկումներ են կատարում, այդ շատ լուրջ խնդիր է։ Այ հենց այդ է, որ շատ անգամ ընդհանրապես բժիշկ չեն եւ գուցե չեն էլ գրում այդ դրն, բայց բժշկական կոնտենտով են կիսվում, ինչ որ չգիտեմ, բուժիչ, չգիտեմ, մեթոդներ, խորհուրդներ, որը որ ես լինելով բժիշկ, ավարտած լինելով Երևանի պետական բժշկական համալսարանը, ես ինձ թույլ չեմ տա որևիցե մեկին դեղ նշանակեմ, ասեմ գնա խմի։ Ես խոսում եմ տարբեր դեղորայքի մասին, բայց ես չեմ ասում գնացեք խմեք, դոզավորում կամ չգիտեմ, նշանակում չեմ անում, որովհետև on-line հարթակում նշանակում անել ուղղակի անկարելի է, որովհետև դու չգիտես այդ մարդու առողջական վիճակը եւ չգիտեմ, նույնիսկ վիտամին C-ից կամ նման այլ վիտամինային պրեպարատից մարդը կարող է ռեակցիայի մեջ ընկնել։ Ամենաքիչը, բայց ամենավախենալուն։ Քանի որ նաև նշեցինք, որ ինֆորմացիան է ընդհանուր շատ ու մարդիկ սովոր են ինչ որ խնդրի դեպքում Google անել ու տարբեր կայքերից կարդալ։ Ոնց պետք է այս պարագայում չշփոթվել այդ շատ ինֆորմացիայի մեջ։ Վերջերս մի այդպիսի դեպքի հետ առնչվեցի Google-ելու հետ կապված,
Պացիենտներից մեկը Google-ել էր եւ չգիտեմ ինչ կայքի վրա էր ընկել, որ իրեն շատ վախեցրել էր, շատ ու ինքը այսպես խառնված իրար փորձում էր հասկանալ լավ, իրոք իր մոտ այդ վատ բանն է, այնինչ այնտեղ ընդհանրապես վատ բանի մասին խոսք նույնիսկ չկար։ Դրա համար ես նույնիսկ այս թեմայով ռիլ ունեմ իմ էջում, Google-ել, թե չգուգլել, խորհուրդ չեմ տա Google-ել, բայց եթե որոշել եք Google-ել, այդ ռիլս նայեք, ես այնտեղ երեք շատ լավ էջ եմ, կայք եմ տրամադրում, որտեղ որ ճշգրիտ ինֆորմացիա տրված է։ Բայց ամեն դեպքում բժշկական ոլորտում եթե ինչ-որ բան Google-ում է, դա բժիշկը պիտի Google-ի, որպեսզի սովորի, կրթվի, որովհետև անընդհատ նոր հոդվածներ են դուրս գալիս, ես չեմ ուզում մարդիկ մտածեն, որ հա բժիշկը Google-ում է, ուրեմն վատն է, ոչ, բժիշկը պիտի սովորի։ Եթե ինտերնետ ես մտնում որևէ բան ես փնտրում, դա չի նշանակում դու դա չգիտեիր։ Միգուցե չգիտես էլ, որովհետև բժշկությունը այն գիտությունն է, որ ամեն օր նոր բան է դուրս գալիս, նոր հետազոտության մեթոդ, նոր հիվանդության տեսակ, բա պետքա սովորենք բնականաբար, պետքա ուրախանալ։ Իսկ այդ սկզբում, որ ասում էի, շատ էին քննադատում քեզ, որ Instagram-ով ակտիվ էջ էիր վարում, ոնց էիր այդ քննադատություններին պատասխանում ու արդյոք դրանք քեզ նեղում էին ինչ-որ պահի սկզբում։ Չէի պատասխանում։ Ընդհանրապես ոչ մի ռեակցիա չեմ տվել, որովհետև ես սպասում էի, որ երբ որ էջս կհասնի իր գագաթնակետին եւ բոլորը կլռեն։ Այդպես էլ եղավ։ Նաև գոլեգաներին չէիր պատասխանում։ Դե իմ երեսին դա չէին ասում ցավոք սրտի, ես դա ուղղակի իմանում էի տարբեր տենց միջավայրերից։ Եթե երեսիս ասեին, բնականաբար կասեի, գիտեք, ես փորձում եմ իմ ազգաբնակչությանը ինչ որ մի ձևով օգնել։ Զուտ գոնե ինֆորմացիա տալով կամ զեղչ տրամադրելով, ինչ որ մի կերպ, պուճուր կերպ փորձում ես օգնել քո հայրենակիցներին։ Վատ բան այդտեղ երբևէ չեմ տեսել։ Ու չգիտեմ, իսկ մոտ այդ տենց շատ խոսալու թեմա էլ չէր, ուղղակի նոր բաներ, իսկ նոր բանը միշտ քննադատվում է։ Տարբեր բժշկական էջերում որոշակի այդպես խորհուրդներ երբեմն կտեսնենք, հոյջում եմ շատ տեսնում խորհուրդներ ինչ որ հարցերի հետ կապված, օրինակ ենթադրենք, եթե ուզում ենք ակնեից ազատվել, պետք է ուտել սաղմոն։ Սա որքանով է բժշկական տեսանկյունից ճիշտ, հաշվի առնելով, որ որոշ մարդիկ կարող են դա հենց ուղիղել ընդունել, որ ակնեից ազատվելու համար սաղմոն է պետք։ Հա, դե իրականում կա նման բան, Այնպես չի, որ սաղմոնը փրկելու է ակնեից, բնականաբար ակնեից ազատվելու համար ապրելակերպ պետք է փոխես, բայց այն ինչը որ չի վնասում մարդուն եւ հաստատ սաղմոն ուտելը ոչ մեկին չի վնասի։ Ես անպայման շատ երկար ուսումնասիրում եմ եւ հետո նոր իմ էջում խորհուրդ տալիս եմ որևիցե բան։ Եթե ես նկատեմ կամ ես շատ հոդվածներ եմ կարդում ցանկացած նյութ տեղադրելուց առաջ, բժշկական, գիտական հոդվածներ։ Եթե ես զգամ, որ ինչ-որ բան, ինչ-որ մարդու կարող է վնասել, միանշանակ կխուսափեմ դա խորհուրդ տալուց։ Նույնիսկ շատ համագործակցություններ ես այդպես այդ պրինցիպով չեմ կատարում, որպեսզի հանկարծ ինչ-որ մեկին չվնասեմ։ Հաճախ նաև նկատում ենք շատ նոմինացիաներ ու բժշկական մրցանակաբաշխություններ ոլորտում, ըստ քեզ դա արդյոք չի փչացնում ոլորտը ու ով պետքա որոշի լավագույն բժիշկը ով է։ Այ, հետաքրքիր հարց եք տալիս, իրականում ես այդ նոմինացիաներին, չգիտեմ, երբեք չեմ մասնակցել այսպես ասած, եւ չեմ էլ մասնակցի, որովհետեւ ինձ համար դա ուղղակի, չգիտեմ, չեմ ուզում ինչ-որ մեկին վիրավորեմ, բայց ես դա չեմ ընդունում, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, շատ լավ է, որ գովերքեն բժիշկներին, բնական է, մարդին են լավ է զգում դրանից, բայց դրանով որակել, որ այս բժիշկը լավն է, այս բժիշկը չստացավ, որովհետև վատն է, դա Եթե չեմ սխալվում, այդտեղ հենց բժիշկը որպեսզի մասնակցի, պետք է գումար վճարի, որպեսզի դառնա լավագույն բժիշկ։ Խորապես ինֆորմացիային չեմ տիրապետում, բայց ինձ համար դա էական նշանակություն չունի, այս բժիշկը մրցանակակիր է, թե ոչ։ Ինձ համար օրինակ ավելի կարևոր է դու մարդ քեզնից շնորհակալ լինի, քո պացիենտը քեզանից շնորհակալ լինի, գոհ մնա, դրանից էլ լավ մրցանակ իմ համար գոյություն չունի։ Որպես բժիշկ ինֆլուենսեր եղել եք քո կյանքում ինչ-որ մի շրջան, որը որ համարում ես շրջադարձային։ Հա, իհարկե, այդ COVID-ի շրջանն էր, որ աննախադեպ քանակի հետևորդներ աճեցին միանգամից, քանակը շատ մեծացավ միանգամից հետևորդներից, հենց այդ COVID-ի շրջաններ, որովհետև մարդիկ չգիտեին որտեղից ինֆորմացիա ստանալ, հայալեզու ինֆորմացիա ընդհանրապես չկար, ու այդ շատ պատասխանատու պահ էր, որովհետև մենք էլ բժիշկներս նոր էինք առնչվում այդ հիվանդության հետ ու շատ բան չգիտեինք դրա մասին,
բայց ես փորձում էի հնարավորինս նոր ինֆորմացիան, որը ստանում էի հոդվածներից տարբեր, մատուցեի հայրենակիցներին, բնականաբար բոլորը շատ անհանգիստ էին, վախեցած էին, նամակներ էին գրում ու երևի թե դա իմ էջի համար շրջադարձային եղավ։ Մինչև դա այսպես հանգիստ իր հունով աճում էր, բայց դրանից հետո բնականաբար շատ մեծ թվի հասավ։ Իրականում այնպես չի, որ ուրախ եմ, որովհետև COVID-ը բոլորիս կյանքում իր այդ վատ հետքը թողեց, բայց ամեն դեպքում դա էր շրջադարձային պահը։ Նաև փորձ ես ունեցել բժշկական հաղորդում վարելու, այո, մի վնասիրը, այո, բայց ինչու դուրս եկար մի վնասիրից։ Շատ լավ հիշողություններ ունեմ մի վնասիրի հետ կապված, որովհետև իմ առաջին փորձն էր եթերում աշխատելու, այդպես շատ տեսախցիկների հետ։ Մի պահից հետո հասկացա, որ ինձ զուտ դժվար է կանգնելը այդ հաղորդման ընթացքում, բայց ես շատ մարզված մարդ եմ, իմ համար դա պետքա որ խնդիր չլիներ, 6-7 ամիս աշխատել էի մոտավորապես, հետո պարզվեց, որ ես բալիկի եմ սպասում, ու հենց դրա համար էլ իմ համար դժվար էր այնտեղ կանգնելը, երկար նկարվելը, որովհետև մենք մեկ հաղորդում ոչ էինք նկարում, մի քանի հաղորդում միանգամից նկարում էինք, ու հենց այդ պատճառով էլ ես դուրս եկա, որովհետև ֆիզիկապես զուտ չէի ձգում։ Իսկ Վահեի հետ մինչև հիմա աշխատում ենք նույն կլինիկայում, շատ լավ ընկերներ ենք ու շատ ջերմ հիշողություններ ունեմ կապված մի վնասիրի հետ։ Մանավանդ այն վերջում, որ հյուրերին ճանապարհում ենք ու այդ խոհանոցի պատրաստած համով բաները ուտում էինք։ Իսկ ինչ ես կարծում, բժշկական հաղորդումը ով պետք է վարի, մասնագիտությամբ բժիշկը թե հաղորդավարը։ Ըստ իս, եթե բժշկական հաղորդում է, բժիշկը, որը որ ունի խարիզմա պացիենտին չէ, հեռուստադիտողին գրավելու։ Այստեղ էլի այդ քննադատողները կասեն, բայց բժիշկը ինչ գործ ունի հաղորդում վարի, պետք է գնա հիվանդանոց։ Դա արդեն հնացել է այդ ինֆորմացիան, եւ օրինակ հենց մեկը Վահեն շատ զբաղված բժիշկ է, շատ։ Մենք միասին ենք աշխատում եւ ես դա գիտեմ, իր դրան դիմացի հերթերն էլ գիտեմ, իր վերաբերմունքն էլ գիտեմ պացիենտի նկատմամբ, թե ինչքան մանրամասն բացատրում է ամեն ինչ մանրակրկտորեն, բայց մարդը հասցնում է նաեւ նկարել։ Գիտեք, եթե մարդը շատ բաներ հասցնում է, ուրեմն ինքը շատ զբաղված է եւ ամեն ինչի համար, ինչքան զբաղված ես, այնքան շատ ժամանակ ես գտնում։ Իրականում այդպես է։ Չի կարելի համարել, որ իմ մասին ամենաշատը այդ էին ասում են, դե պարապա դրա համար էլ սենց է, էլի։ Թող ես լինեմ պարապ, օքեյ։ Բայց ես թող իմ ազգին օգտակար լինեմ, համ աշխատանքի ժամին, համ դրանից դուրս։ Շաքե, այսօր քո բլոգը ինչ խնդիր է լուծում։ Ըստ իս իմ բլոգը միշտ լուծել է մի խնդիր եւ դա մարդկանց, անդադ պացիենտ եմ ասում, մարդկանց ժամանակին բժշկի դիմելու կուլտուրան սովորեցնելն է։ Եվ ինձ այն ժամանակ հիշում եմ ասում էին, դե մի օր կսպառվի, չէ, այդ ինֆորմացիան էլ բան չես ունենա ասելու, իրականում չի սպառվում։ Նույնիսկ եթե ես իմ հին հոլովակներն եմ կիսվում, նոր եկած հետևորդները ովքեր ինչու դուրս եկար մի վնասիրից։ Խլնգել չկա ժողովուրդ։ Շատ մարդիկ լինելով չբժիշկ, իրենց էջի վերևում գրում են դռը ու գնաց։ Կոսմետոլոգիան էլ է շատ այդպես խարխուլ վիճակում, բժշկական կրթություն չունենալով ներարկումներ են կատարում։ Ով պետքա որոշի լավագույն բժիշկը ով է։ Իրականում ես այդ նոմինացիաներին, չգիտեմ, երբեք չեմ մասնակցել, այսպես ասած, եւ չեմ էլ մասնակցի, չեմ ուզում ինչ-որ մեկին վիրավորեմ, բայց ես դա չեմ ընդունում։ Նորմալ է օնլայն դեղատոմս նշանակել առանց պացիենտի հետ հանդիպման։ Նորմալ չի։ Բժիշկը պետքա ժամանակ չունենա բլոգ վարի։ Ասում էին, դե լավ է, ինչա, ամոթ էլա, բժիշկն էլ տենց բան կանի։ Go Sport 96.3 FM-ի ոդքասթային եթեր։ Նաև իմ համար շատ կարևոր միֆերից մեկն եմ կոտրել, որը որ երբ պացիենտները վախենում են բիոպսիայից։ Մտածում են, որ գոյացությունը կագրեսիվանա կամ կչարորականա, եւս մի անգամ եթե հնարավոր է, այստեղ էլ կոտրեմ այդ միֆը, նման բան չկա, սիրելի հեռուստադիտողներ, գոյացությունը բիոպսիա անում են միայն բուժման ընթացքը հստակեցնելու համար։ Դրանից գոյացությունը չի ագրեսիվանում։ Էլի շատ միֆեր ունեմ, բայց արդեն տարիքս չի ներում, որ լրիվ հիշեմ ինչեր եմ կոտրել։ Շաքե, հաղորդման այս հատվածում առաջարկում եմ խաղանք նորմալ է թե ոչ։ Եկեք։ Չեմ արել այդ տրենդից իմեջում։ Ահա, սա կլինի առաջինը։ Խլնգել չկա ժողովուրդ։ Իմ կարծիքն եմ ասում։ Շաքե, նորմալ է վարել բժշկական բլոգ, եթե բժիշկ չես։ Նորմալ չի։ Չէ, ոչ նորմալ չի։ Նորմալ է օնլայն դեղատոմս նշանակել առանց պացիենտի հետ հանդիպման։ Նորմալ չի։ Նորմալ է գուգլել տարբեր հիվանդությունների մասին ու անդադար կարդալ։ Լինելով ոչ բժիշկ, չէ, դուք ձեզ կտանջեք, նորմալ չի։
Նորմալ է գնալ ոչ բժիշկ կոսմետոլոգի մոտ էսթետիկ միջամտություններ կատարելու։ Իհարկե նորմալ, ինչ որ տենց ասեի։ Չէ, նորմալ չի, իհարկե նորմալ չի։ Նորմալ է չդիմել բժշկի, մինչև, ինչպես դուք ասացիք, դանակը չհասնի ֆոսֆորին։ Իսկ դուք գիտեք պատասխանը արդեն։ Նորմալ չի։ Իհարկե։ Նորմալ է խմել վիտամիններ, հենց զգում եք, որ մի քիչ մրսել եք։ Չէ, նորմալ չի, որովհետև այդ վիտամինները այդ մրսածությունը չեն բուժելու, ուղղակի մի քիչ դες կարող է էներգիա տան։ Մրսածությունն էլ իրականում մրսածություն չի, դա վիրուսային հիվանդություն է, որը որ դուք վերցրել եք ու անունը դնում եք երեք մրսել եմ մի քիչ։ Այստեղ նաև այդ խնդիրը կա, չէ, որ վիտամինները առանց նշանակման պետք չի խմել։ Որովհետև վիտամինները այդքան տենց անվնաս բաներ չեն, էլի, եթե դուք չունեք վիտամինային անբավարարություն, ձեզ դա հարկավոր չէ։ Դրա համար ես միշտ նույնիսկ որ ինձ ամենա տենց անմեղ թվացող վիտամին D-ի մասին են հարց տալիս, ինչքան խմենք, վիտամին D-ն հորմոն է իրանից ներկայացնում, ով որ չգիտի, անպայման դիմում ենք էնդոկրինոլոգի, հանձնում ենք անալիզը, պարզում ենք ունենք դեֆիցիտ, թե ոչ, նոր խմում ենք։ Մերսի Շաքե, շատ ինֆորմատիվ ու հավես զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Այսպիսին էր Շաքե Հմայակյանի կյանքի Breakpoint-ը, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, թողնել մեկնաբանություններ ու սպասել մեզ հաջորդ շաբաթ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ ջան։ Breakpoint Բեկումնային պատմություններ Go Sport 96.3 FM-ի ոդքասթային եթեր